Այս տարվա 11 ամիսների ընթացքում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության 182 դեպք է արձանագրել ոստիկանությունը, նախորդ տարվա 201 դեպքի դիմաց։ Ոստիկանության անչափահասների և իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելի Դուրյանի խոսքով հիմնականում երեխաները ենթարկվել են ծեծի և սեռական բռնության։ Գերակշիռ մասը այստեղ ծեծն են, 56 դեպք, սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները 73-ը, արձանագրվել է երեխայի տրաֆիքինգի 1 դեպք, դիտավորության ու առողջությանը վնաս պատճառելու 19 դեպք, ծանր վնաս պատճառելու 8 դեպք, բայց բոլորով համապատասխան ընթացք է ստեղծվել, նյութեր են ստեղծվել, քրեական գործեր են հարուցվել։ Երեխաների իրավունքները ոչ միայն չեն պաշտպանվում Հայաստանում, այլև նրանք ամենախոցելին են, ազատության հետ զրույցում կարծիք հայտնեց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկված կանանց և երեխաների շահերն է փորձում պաշտպանել։ Ըստ նրա ուսումնասիրությունների, եթե բռնության ենթարկված կինը կարող է դեռ ուժ գտնել և խոսել իր նկատմամբ կատարված բռնարարքների մասին, երեխաների ճիչը մնում է տան 4 պատերի ներսում։ Իր իրավունքը եթե նույն մայրը չպաշտպանի, որևէ մեկը այլևս չի պաշտպանում։ Շատ հաճախ խնամակալության հանձնաժողովները եւս պրոֆեսիոնալ չեն Հայաստանում, որպեսզի կարողանան գնահատել իրավիճակը այնպես, ինչպես հարկն է, եւ երեխային խոցելի վիճակից հանեն։ Ըստ մասնագետների վիճակն ավելի տխուր է, երբ ծնողները ամուսնալուծված են։ Երբեմն թշնամական հարաբերությունների հետևանքով երեխաներն են դառնում իրավիճակի զոհ։ Քիչ դեպքերում երեխաները մասնագետների հետ զրույցներում որոշ մանրամասներ պատմում են։ Անգամ շատ հաճախ ասում են, որ մայրդ մահացել է կամ միևնույն ժամանակ բարոյական կերպարի վերաբերյալ շատ վատ բաներ են պատմում մոր։ Ընդհուպ մենք ունեցել ենք դեպք, երբ երեխային ասել են, որ հանգարց չգնաս մորդ հետ չտեսակցես, որովհետև նա քո օրգանները կվաճառի։ Այդպիսի վախեր են ներշնչում երեխայի մոտ, որը էլի խաթարում է նրա առողջությունը հոգեկան։ Բռնության ենթարկված կանանց ժամանակավոր ապաստան տրամադրող Lighthouse մայրատան հոգեբան Լիաննա Սարգսյանն էլ տարիների ընթացքում առիթ ունեցել է ականատես լինել երեխաների նկատմամբ կատարված բռնության սահմռկեցուցիչ պատմությունների։ Օրինակ 14 տարեկան երեխան հղիացել էր մոր ամուսնուց կամ հոգեբանական կտանքների պատճառով երեխան դադարել էր խոսել։ 3.5 տարեկան երեխան չի խոսում։ Ու մայրը ասում եմ, ինչու չես տանում բժշկի, պետքա զբաղվել, ասեց, ես գիտեմ, որ խնդիրը ինձնից է գալի, որտեվ ես երեխային ամեն անգամ դեմ էի տալի հորը, ու երեխան այդ վախից չի խոսում։ Վախի մթնոլորտում ապրող երեխաներից շատերը նախընտրում են լռել, թաքցնելով ծնողների հանցագործությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության բաժնի պետ Լուսինե Սարգսյանի խոսքով, թեպետ կոնկրետ վիճակագրություն այս պահին չունեն բռնության ենթարկված երեխաների մասով, բայց լինում են դեպքեր, երբ երեխաները անգամ անձամբ են օգնություն խնդրում։ Խնդիրն այն է, որ շատ դեպքերում մեզ զանգում են, ուղղակի հետո դիմում չեն գրում, այսինքն մենք խնդրի մասին ծանոթանում ենք, բայց մարդիկ չեն ցանկանում իրենց անձնական տվյալները ասել, չեն ցանկանում այդպես գրավոր դիմում գրել։ Ծեծի բռնության պատճառը ըստ տարբեր պատմությունների հիմնականում ընտանիքում է լինում, ինչ որ զանցանքի համար։ Սակայն վերջերս նաև ահազանգ է եղել կրթական հաստատությունում վատ վերաբերմունքի արժանացած լինելու մասին։ Ունեցել ենք դիմում, որտեղ դպրոցում է հենց կիրառվել վատ վերաբերմունք երեխայի նկատմամբ եւ այդ գործը հիմա քննության փուլում է մեզ մոտ։ Խնդիրներ կան դպրոցներում եւս եւ խնդիրը նաեւ օրենսդրական է, որովհետեւ մեր օրենքը հստակ չի ամրագրում երեխայի նկատմամբ մարմնական պատիժ կիրառելու արգելքը։ Փորձը ցույց է տալիս, որ պետք է օրենսդրությամբ հենց անմիջական բացարձակ ամրագրել, որ արգելվում է երեխայի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը որպես պատժի միջոց։ Վերջին ամիսների երեխաների նկատմամբ բռնությունների մի քանի աղմկահարույց դեպքերի հանդիպեցինք։ Մի դեպքում պատահական անցորդն էր բուսաբանական այգում նկատել, թե ինչպես է մայրը երեխային ապտակում։ Մյուս դեպքում էլ 8-ամյա դստերը ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելու համար հայրն էր ենթարկվել ընդամենը 30,000 դրամ տուգանքի։
Երեխաների պաշտպանության ցանցը խորը մտահոգություն էր հայտնել վերջին դեպքի կապակցությամբ, ընդգծելով, որ դատական այսպիսի վճիռը բռնարարի վարքագծի շտկման ուղղված անհրաժեշտ գործողություններ չի նախատեսում։ Դեռևս 2010 թվականին իրականացրած Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտությունը վկայում է, որ 2-ից 14 տարեկան երեխաների շուրջ 40%-ի նկատմամբ որպես դաստիարակության մեթոդ կիրառվում է ֆիզիկական բռնությունը։ World Vision Հայաստան կազմակերպության կողմից 2015 թվականին իրականացրած ուսումնասիրությունը փաստում է, որ այդ ցուցանիշը 5 տարիների ընթացքում գրեթե չի փոխվել։ Սերահամբերությունն է երեխաների նկատմամբ, միևնույն ժամանակ նրանց պաշտպանելը, որտեղ պետք է հասկանանք, որ եթե չափահաս մարդը այնուամենայնիվ անգամ չիմանալով իր իրավունքները կարողանում է արտահայտվել եւ նրան հասարակությունը լսում է, երեխաներին կարծես թե չեն լսում ոչ մեկը։